Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք աշխատանքի ուսուցումը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է Աշոտ Ղուլյանի, Բեկորի անվան ավիամոդելավորման դպրոցի փոխտնօրեն Հարություն Բաբայանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր հրավերն ընդունեցիք։ Մենք հիմնականում այս հաղորդման ժամանակ խոսում ենք տարբեր մասնագիտությունների մասին, այդ մասնագիտությունները առհասարակ աշխատաշուկայում օգտագործելու մասին, ավիամոդելավորման մասին այսօր խոսենք։ Իրենից նախ ինչ է ներկայացնում ավիամոդելավորումը, մի թեթև դրան անդրադառնանք ու արդեն անցնենք հիմնական դպրոցի գաղափարին, ավիամոդելման դպրոցը ինչ է, ովքեր են եւ ինչ գաղափարի է ծառայելու կամ ծառայում արդեն։ Շնորհակալություն հրավերի համար։ Ավիամոդելավորման դպրոցը վերջերս էլ հիմնվել է, երևի 21 թվականից եւ անվանվել որպես ավիամոդելավորման դպրոց։ Դպրոցը եղել է եւ դրա նպատակը եղել է որպեսզի զարգանա կամ զարգացվի հենց սպորտաձև ավիամոդելավորման, ինչը գոյություն է ունեցել սովետական միության տարիներից, ինչը գոյություն ունի միջազգային արենայում, այսպես ասած ավիամոդելավորման սպորտի տարբեր տիպի շարժիչներով, կորդային եւ այլ շարժիչներով կամ առանց շարժիչ ռադիոկառավարվող մոդելների, բայց այսօր ես դրա վրա շեշտը այդքան չեմ դնի, այլ ավելի շատ շեշտը գտնեմ նրա վրա, որ այս դպրոցի գոյության եւ ընդհանրապես ավիամոդելավորման մասին շատ քչերը գիտեն ու ընդհանրապես պատկերացում չունեն, որ գոյություն ունի նման սպորտաձև, գիտեն շատ քչեր էլի, նորից եմ շեշտում, որ գոյություն նման սպորտաձև, որ այդ սպորտաձևը ունի միջազգային ճանաչում եւ այդ սպորտաձևի շատ մոդելներ նաեւ այսօր այսպես ասած օրինակելի տիպեր են ռազմաարդյունաբերության մեջ, կյանքի մեջ եւ նույնիսկ ավիացիոն ոլորտում։ Այնտեղ ինչ որ մոդելավորում արդեն գոյություն ունեցող մոդելներն են մոդելավորվում։ Այսինքն սկսած Boeing-ներից, Sue-երից, MiG-երից, Antonov-ներից, բոլորը Luftwaffe-ի բոլոր ինքնաթիռային բաները, դասերը, բայց այսօր այդ էվոլյուցիոն ճանապարհը բերել է նրան, որ հասարակության մեջ շեշտադրումը, թե ինչի է պետք երեխաներին, այսպես ասած, օժանդակ նոր կրթությունը արդյոք անհրաժեշտ է, չէ, ես ուզում եմ ասել, որ խիստ անհրաժեշտ է, մանավանդ մեր նման երկրի, որտեղ եւ սպորտն անհրաժեշտ որպես մարզաձև եւ երեխաներին հմտություններ սովորացնելու, աշխարհ ընկալելու, այսպես ասած, մենք ընդունում ենք 7-ից 17 տարեկան բոլոր երիտասարդներին եւ սեռային տարբերություն չկա աղջիկներ եւ տղաներ։ Այլ դա էլ մի բան մենք նշենք, որ համ տարիքային ու սեռային տարբերությունը, որ ոչ մի խտրականություն կամ համ էլ այն, որ ինքը սովորական դպրոցի նման չի, թերընկալում չլինի։ Այո, թերընկալում չլինի, որովհետեւ սա քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոց է։ Բայց այստեղ սովորելու ընթացքում մեր մարզիչները արդեն փորձառու հմուտ մարդիկ են, տարբեր տարիների այսպես ասած ձեռքբերումներով սպորտի վարպետներ, մենք այստեղ սովորացնում ենք երեխաներին 7 տարեկանից օրինակ մոտորիկային, այսինքն գանգուղեղը ձեռքերի հետ ինչպես պիտի աշխատի, այսինքն ինչա թելադրում ուղեղը, ինչպես պետք է պատրաստի։ Ու տարիքը բարձրանալուց նաև աերոդինամիկայի օրենքները, ինչպես պետք է կառուցվի, ոնց պետք է ինքնաթիռը ինչ սկզբունքներ պիտի ունենա, եւ նաև արդեն մարզաձևը որպես այդպեսին։ Ռեսուրսային իմաստով ես ուզում եմ շեշտը դնել այստեղ մի կարևոր բանի վրա, որ պետությունը կցանկանա մի քիչ ավելի շատ ոնց որ այս ոլորտին ուշադրություն դարձնել, մեր ժամանակ կար ձեռքի աշխատանք, դասընթաց կար, էլի դες հմտություններ հայտամշակում կամ ինչ-որ տարբեր ձևերով կար։ Բայց տեսեք, այս սպորտաձևից երևի մատերի վրա հաշված արդեն սպորտադպրոցներ են մնացել եւ քիչ մարզիչներով։ Մեծ մասը այս ոլորտի, նրանք կամ տեղափոխվեցին ռազմաարդյունաբերություն, կամ տարիքի պատճառով արդեն ծերացան ու չեն կարող դասավանդել։ Բայց քանի այս հնարավորությունը կա ու այս մարզիչները, այս դպրոցը կա, մենք սերնդափոխության ես միշտ բոլոր իմ եթերներում, բոլոր ժամանակներում խոսացել եմ, որ
սերնդափոխություն ապահովելու համար դու պետք է հմտություններդ անշահախնդիր փոխանցես հաջորդ սերունդին։ Հիմա քանի այս դպրոցը կա, թող երեխաները գան, սովորեն այդ հմտությունները, որը կծառայի վաղ ապագայում իրենց կյանքին նույնիսկ, եթե որևէ այլ ոլորտում չէ, գոնե տունը մեխելուց կամ սեղան նորոգելուց կամ տանը պիտանի լինելուց սկսած կանոնություն է, բայց հասկանալ թե ապագայում որ նոր մասնագիտություն է ձեռք բերում, նոր տեխնոլոգիաների, նոր պահանջմունքների, կյանքը փոխվել է, պատերազմների որակն էլ են փոխվել, նույնիսկ բանակի տեսքն է փոխվել, այսինքն նոր բաներ ունենք, չէ, ռազմական ստորաբաժանումներ ունենք, անօթաչուներ վարելու։ Երբ որ մենք նայենք մի հատ հետայացք գցենք վերջին պատերազմներին կամ առհասարակ հիմա ներկայային գտնվող պատերազմներին, դա որ ինչպես ասում են AK-74-ի պատերազմ չի, մեծ հաշվով հրետանու պատերազմներ չի, այո, արդեն ռոբոտիզացված պատերազմներ են, արդեն մարդկային ասում ենք մեկ կնոպկի հպումով արդեն պատերազմներ են իրականում։ Հա, սենյակներից են պատերազմները ղեկավարում, ոչ թե մարտի դաշտում, իհարկե մարտի դաշտում դերակատարություն կա, դա չենք թերագնահատի, բայց պետք է հասկանալ, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս մարդկային կյանքեր խնայել, իսկ մեր դպրոցը այդ երեխաներին կսովորացնի կամ սովորեցնում է, որպեսզի նրանք տիրապետեն եւ ավիամոդելավորմանը, եւ ապագայում ունենան նոր մասնագիտություն, եւ զորակոչվելուց արդեն առան բանի քաշվելու համարձակ կարող են ասել, որ իրենք ունեն հմտություն եւ ստորաբաժանումներում ծառայելու հնարավորություն կունենան։ Այս ամենից կարելի է նաեւ եզրակացնել, որ դպրոցի գործունեությունը նաեւ օգտակար է բանակին, այն առումով, որ արդեն բանակը ոչ թե զրոյից կպատրաստի իր մասնագետներին, որ հոբ համակարգերում ծառայողները, ռադիոկապում ծառայողները կամ նմանատիպ այլ ստորաբաժանումներում ծառայողները մասնագիտական բազային ինչ-որ գիտելիքներ կունենան, որը կարող են օգտագործել զինված ուժերում իրենց արդեն ստորաբաժանումները կառավարելիս։ Ես ասեմ, ոչ միայն զինված ուժերում։ Հիմա տեսեք, արդյունաբերության նոր ճյուղ է, չէ՞, ասենք մենք ասում ենք ռազմաարդյունաբերություն։ Գտնել մարդ, ով ձեռքի եւ ուղեղի ներդաշնակությունը չի ապահովել եւ այդ հմտությունները չունի եւ կարող է արդյունաբերության մեջ աշխատել եւ երեխա, որը 7 տարեկանից կամ չգիտեմ 10 տարեկանից մինչեւ 17 տարեկան արդեն աշխատելու հմտություն ունի։ Մենք հիմա մի քիչ կշեղվեմ, բայց շատ կարեւոր բան եմ ասում։ Մենք այդ խնդիրը ունենք մասնագետ դարձնելու, մասնագետ ունենալու։ Իսկ այս երեխաները, որոնք որ կթրծվեն, կհմտանան, ինձ թվում է դրանք հենց պատրաստի կադրեր են ռազմաարդյունաբերության մեջ, կապ չունի ռազմաարդյունաբերությունը վաղ թե ուշ բոլոր ժամանակներում։ Ռազմաարդյունաբերությունը վերջը ինչ-որ մի պահի ռազմական կոմպոնենտ դուրս է եկել եւ արդյունաբերության մեջ է մտել եւ կիրառական է դարձել։ Մեր սմարթ հեռախոսներից սկսած։ Ամեն ինչ։ Եվ նույնիսկ ավիացիան ի սկզբանե ստեղծվել է նրա համար, որպեսզի ռմբակոծեն թշնամու տարածքները։ Հետո դա դարձավ բանի փոխադրամիջոց ու տարբեր բեռների, հա, նույն էլ մեքենաները, շարժիչները կամ տանկերը ստեղծեցին, հետո հասկացան, որ նույնը սուզանավեր, նավերը, այսինքն ասածս այն է, որ պատերազմն է միգուցե դժբախտաբար այդպես է, բայց էվոլյուցիայի պատճառը նաև պատերազմներն են եղել։ Հիմա հնարավոր է զարգացումների պայմաններում շատ հմտություններ ունեցող մարդկանց խնդիր ունենք, այսինքն աշխատուժի այն իմաստով չէ, որպես աշխատուժ այդ իմաստով չէ, այլ մարդ, ով կարող է հմտություններ ունենալ։ Դժվար է հասուն մարդուն հմտություն սովորացնել։ Ավելի հեշտ է փոքր տարիքում ասել հմտություն տիրապետողին արդեն խորհուրդ տալ պետք չի, նրան ուղղակի պետք։ Հետո տեսեք մի հատ բան ասեմ։ Լիքը ստեղծագործական կենտրոններ կան, չէ՞, ներառյալ Թումոն եւ այլն, լիքը այսպեսի կենտրոններ կան։ Այն երեխեքը, ովքեր որ այսպես ասած ազատ են ստեղծելու, արարելու մեջ, այդ մարդիկ նաև վնաս թրիչք ունեն մտքի, որ սարսափելի է։ Սարսափելի ոչ թե վատ, նեգատիվ իմաստով, այլ հիանալու իմաստով։ Որտեղ իրենք ամեն օր նորն են ուզենալու անեն ինչ-որ բան։ Իրանց սարքածի վրա մի բան էլ ավել են դնել։ Այո, որովհետև երբ որ ինքը քեզ հարց է տալի, դու տեսնում ես, որ ինքը 10 քայլ 10 տարի առաջվա սերունդից 10 քայլ թրիչկային ավելի բարձր է։ Եվ այդ իմաստով ես նաև ուրախանում հիանում եմ։ Ես նորից կոչ եմ անում, որպեսզի այդ չալարեն, մարդիկ գտնեն մեզ Facebook-յան բաներով, նաև այցելեն մեր դպրոց, մենք մեծ սիրով կոնսուլտացիաներ կանենք, բարերարների նույնպես, ովքեր որ կցանկանան ներդրում ունենալ, բոլոր ասում են ինչու, կրթության մեջ ներդրում արեք, կրթությունը ապագայի վրա ներդրում է, հմտությունը ապագա սերունդի համար մեծ ներուժ է։
Ինձ թվում է մենք այս ձևով կարող ենք խթանել, զարգացնել, բայց ելի կրկնում եմ, որ պետության ուշադրությունը կա, կարևորությունը կա, որպեսզի պետությունը ուշադրություն դարձնի, որովհետև սա եւս մի ճյուղ է, որը որ զարգանելու կամ զարգացնելու, օրինակ խնդրեմ Ուկրաինան, ինչ եմ Ուկրաինայի վրա օրինակ վերում։ Ուկրաինան ուներ ինժեներական մեծ լաբորատորիաներ, բացի այդ ինժեներական լաբորատորիաներից ուներ, ասենք, այդ Անտոնովի բանի գործարանները, որոնք որ մեծ հիմքեր ունեն, ինստիտուցիոնալ հիմքեր։ Նրանց համար անօթաչուներ ստեղծելը մի քիչ ավելի հեշտ ստացվեց, որտեղ կրթական բազան կար։ Գումարած ավիամոդելավորման լավ դպրոցներ ունեին իրանք, շատ լավ։ Ինձ թվում է, որ այս հնարավորությունը պիտի օգտագործեն ծնողները, պետությունը, բարերարները այս ոլորտը զարգացնելու, խթանելու եւ ես ինքս էլ նախաձեռնել եմ, որ բոլոր դպրոցների անհատ բաների հետ հանդիպումներ լինեն, քննարկումներ լինեն, մտքերի փոխանակումներ եւ կարող է շատ ավելի հետաքրքիր իդեաներ առաջանան այս ոլորտի մեջ նոր ինչ ասեմ, մրցակցային բաներ ունենալու համար։ Լիքը ընկերներ կան, որոնք որ մասնակցում են այդ հանդիպումներին, հուսով եմ, որ հաջողություն կունենանք ու զարգացում էլ կունենանք, էլի։ Ռազմարտությունաբերության ոլորտը ինքը երկրում քանի որ գերակա ճյուղ է սահմանվել կառավարության կողմից, դրան են գումարվում նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի մի քանի ճյուղեր, որոնք էլի գերակա ճյուղեր են համարվում։ Ես մտածում եմ, որ մեր ավիամոդելավորումն էլ հենց պիտի լինի այդ ճյուղերից մեկը, այո, փոխկապակցված, որովհետև եթե նայում ենք այդ ձեր ասած երիտասարդները կամ փոքր տարիքի երեխեքով ովքեր ունեն լայն մտածողություն, ունեն զարգանալու հմտություն, անկարևոր է, Որտեղ դու իրենց եթե դնես քառակուսիների մեջ ասես այս քառակուսիներով չի լինի։ Նրանք հերիք չանկաշկան են։ Նրանք մի առավելություններ ունեն, նրանք ազատ են։ Ազատ են երևակայելու մեջ։ Այսինքն ձեր ասած քառակուսին, երբ որ դու իրանց ստանդարտացնում ես, չէ, նրանք երևակայություն են անսպառ։ Այրանք քո հետ վիճելու են, ասելու են այս քառակուսու մեջ ես չեմ անելու ոչ մի բան, կամ անելու է իր ուզածը ու քեզ արդյունքով ապացուցելու է, որ տես այս քառակուսու մեջ սա հնարավոր չէր, հնարավոր էր այս իմ ասած ձևով, ու որը ավելի մեծ արդյունք է տալու։ Իրանց մոտ է հաջողվում։ Հա, ավելի լավ է ստացվում։ Որովհետև ինտերնետի ժամանակաշրջանում ու այսպես ասած ինֆորմացիոն մեծ հոսքի պայմաններում ալգորիթմը ինչ որ փնտրում ես նրանք եթե այտենց փնտրող երեխեք են ու որպես կանոն մի 20% այդպեսին էլ լինում են նրանք այնց առաջարկներ են մեկ-մեկ վերում ուղղակի կարաս ապշես եւ բանը նյութածախսի իմաստով եւ շարժիչների կամ մոտեցումների իմաստով բացի այդ էլ եթե ինչ որ շատ հրոսմա ուղղել չխառնես իրար հիմա կա արհեստական բանականություն որը մեր երիտասարդության շրջանում բավականին լավ զարգանում է ժամ առ ժամ իր հետ կարող ես ոնց որ մարդու հետ շփվի ու ես վստահ եմ որ տվյալ ոլորտում թե ռազմարտությունաբերության թե բարձր տեխնոլոգիաների ավիամոդելավորման ինքը ամենամեծ կիրառելիությունը կարա ունենա այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա որ նման մարզադպրոցները կամ նման կառույցները իրենք քան որ այստեղ ծախսվող նյութերը ու չեմ կարող ասել որ շատ էժան են բնականաբար պիտի որ թանկ լինեն իրենք բնականաբար բայց այստեղ շատ կարևոր է այդ այսպես ասած ոչ թանկ նյութերից շատ էֆեկտիվ բան ստանալ որը որ հենց այդ հաճույքի զգացողություն այսինքն դու ստեղծարար ես դառնում դու ստեղծող մարդ ես դառնում ու էլի պետքա շեշտեմ որ նոր սերունդը մի քիչ ավելի համարձակ է այդ տեսակետից ավելի անկաշկան դա ու ինձ թվում է որ մեր սերնդափոխության համար այսինքն մեր նոր մարզիչներ կամ մարզադպրոցը տենց համալրելու համար այդ էնտուզիազմի պակասը պետքա ուղղակի քարոզի միջոցով լրացնել այսինքն երեխան պիտի հասկանա կամ ծնողը պետքա երեխային ուղղորդի որ սա քո ապագայի մի մասն է որ դու մի թերագնահատի ես ավիամոդելավորումը, որտեղ դու հիմա հմտություններ ես ձեռք բերել, որովհետև սա կարա ինժեներական մի հատ օրինակ, եթե չեմ սխալվում, ուղղակի որպեսզի չսխալվեմ, լավ, ասեմ, որ մի ռուս ինժեներ, որը որ տեղափոխվեց բանից հետո առաջին աշխարհամարտից հետո Ամերիկա, այնտեղ եթե չեմ սխալվում, Սիկորսկին էր, բայց հիշողությունս, որպեսզի սխալ դուրս չգամ Ինքը ուղղակի լավ ինժեներ էր ստեղծարար էր, բայց ուղղաթիռի հիմքը ինքը դրեց։
ուղաթիռը հիմքը ինքը դրեց ու հիմա գործարան նորից կոչվում է իր անունով ու նոր անութաչու ուղղահայաց բարձրացող վերտիկալ բարձրացող եւ հետո բանը կոորդինատը փոխող շարժվող նոր մոդելներ են ամերիկացիները ստեղծել եւ շարունակում են ստեղծել մնացածը հենց իր ստեղծած հիմքի վրա, ասում կյանքում նոր բաներ չեն հայտնաբերվում։ Ես ասեմ ավիացիայի ոլորտում եղածի վրա ավելացվում է ինչ-որ բաներ, այո, որտեվ ինչը որ չափել են վաղուց երկրի գրավիտացիան հաղթահարել օրենքները վաղուց բոլորը գիտեն, չափել են գիտեն, ֆիզիոլոժի չափ գիտեն, թևերի բացված գիտեն, օդի դիմադրողականություն եւ այլ ձայնի արագություն։ Այդ ամեն ինչը բացահայտված է, բայց այդտեղ կարևորը նորարարություն մտցնել մոդելների, այսպես ասած, նպատակային նշանակության մեջ։ Նորարարությունները այդ իմաստացն է դառնում, որ ստեղծվածի վրա կա ինչ-որ մի հատ բան, դրա վրա պիտի ավելացվի մի հատ էլ բան ինքը դառնա արդեն այդ ժամանակների նորարար բան ու պահանջներին համապատասխան։ Ամենակարևոր բանն է, երբ որ պահանջներին համապատասխան է լինում առաջադրանքը ու այդ առաջադրանքի կատարումը, այտենց թաքցնելու բան էլ չկա, որ բնագիտական հոսքերը ամբողջ աշխարհում իրենք ռեսուրսներ ծախսող եւ թանկարժեք իրենից թանկարժեք ներկայացնող բաներ են։ Մենք միշտ որ խոսում ենք, նշում ենք, որ բնագիտա-մաթեմատիկական հոսքերի նախ կրթությունն է թանկ, հետո աշխատատեղերի վարձատրությունն է բարձր եւ այլն համեմատած հումանիտարի, այստեղ մենք մի հատ մի պահ մոռանում ենք, որ տվյալ մասնագետները, ովքեր որ այդ ոլորտում նախ սովորել են երկար տարիներ, իրենք այո ունեցել են հաշվարկներ են արել կամ այդ հասարակ ինժեներները ովքեր որ աշխատում են այդ ոլորտում իրենք քանի անգամ են այդ ամեն ինչը նախ գծել հետո ջնջել հետո իրանք այդ իրանք սխեմաները կազմել եւ այլն այդ ամեն ինչը դրանք իրենցից ռեսուրսներ են ես այստեղ մի կարևոր հոգեբանական բանի վրա կուզեի շեշտը դնել մարդիկ ովքեր որ այսպես ասած դրական համառություն ունեն այսինքն նպատակին հասնելու ցանկություն իրենք բոլոր դեպքերում այդ նպատակին հասնում են այսինքն թեկուզ կոտրելով այդ այսպես ասած փորձարկման ժամանակ որ հարցում ես ասում ինչը դեր ասում ես արդեն հասկացա այսինքն սխալը պետք է շտկեմ այսինքն մարդը ինքը իրան վերանայելու սխալը շտկելու կամային նոր հատկանիշներ ձեռք բերելու վերջը ինքը մարդ հղկելու մարդ դարձնելու լավ մարզաձև լավ սպորտաձև է Այնց որ ես էլի պիտի խորհուրդ տամ, որ եթե բոլորը հնարավորություն են կամ ովքեր հնարավորություն են, մեր մարզադպրոցից կամ մեր դպրոցից գմասիվ առաջի մասում է գտնվում, թող այցելեն Facebook-յան էջով գտնեն կրթությունն անվճար է։ Ու չմոռանան, հա, այդ ամենակարևորն է այս թվում, հա, որ ասեք Թումոյի պես, անվճար է։ Մենք պատրաստ ենք բոլորին դասադել 7-ից 17 տարեկան երեխաներին։ Այդ ամենալավ տարիքն է սովորելու համար, ու ամենակարևորը որ այդ երիտասարդությունը չվախենա սխալվելուց, իրանք չեն վախում սխալվելուց։ Իրանք իրանք մեր մարզիչները այո անում են, մանկավարժական այդ հմտություն ունեն ու միշտ այդ օրինակ ինչի համար կոմոդես է չհաջողվեց ու երեխային են հնարավորություն տալիս ինքը մեկնաբանի, այսինքն վերլուծի հասկանա ու պատասխանը գտնի, որտեղ որ հենց պատասխանը գտավ ինքը հենց ինքն էլ շտկելու է։ Այդ լուծումն էլ հետը գտնելու է միանգամից, վերլուծելու է։ Ազատ մարդ է ստեղծվում մարդ, որ ինք իր արածի համար պատասխանատվություն է կրում եւ ինք իր արած սխալը շտկելով ինք իրեն կատարելության է հասցնում։ Մարդուն բնորոշ որոշ այդ լավ առանձնահատկություններով էլի ես կարծում եմ իրան ճիշտ է մարզական է ինքը բայց մեր մոտ դեռ այդքան ժամանակին զարգացած է եղել է դոսաֆներ եղել են ինչ որ բաներ այդպիսի կառույցներ անկում է եղել բայց պետքա վերականգնել պետքա գտնել այդ մարզիչների նորից համալրել եթե պետքա նույնիսկ դրսից բերել այդ մարդկանց որպեսզի այս ոլորտը նորից զարգանա, աճի, ինքը իհարկե ասում եմ էլի ծախսատար բան է։ Ծնողի վրա իհարկե բեռ չի լինում մեր մոտ, որ երեխան սովորում ենք, կամ բոլոր նյութերը տրամադրում։ Բայց այն մարդիկ, ովքեր որ նպատակներ են դնում, իրենք իրենց համար ունես մոդելներ են ստեղծում ու հնարավորություն են դնում փորձարկելու։ Այդ կադրերն էլ հետագայում արդեն իրենք աշխատելու են եւ կադրային բազա են ունենալու պետությունը։ Մարդը դառնում է ինժեներ, մարդը դառնում է ստեղծարար կոնստրուկտոր։ Հիմա դա որ ոլորտում կօգտագործվի, ես չգիտեմ։ Կարող է գնում է, չգիտեմ, ծանր արդյունաբերության մեջ գնում է գլխավոր ինժեներ։ Բայց այն մարդը, որ գիտի, որ
այս հերոսը, այս բանը, այս շուրուպը որտեղ պետքա դրվի, ոնց պետքա դրվի, լոգիկան ոնց է կառուցված մեխանիզմերի, դա էլ է իր կյանքի ամբողջ ապագայի համար մեծ ազդեցություն ունենում։ Երեխեք կան, ասում եմ, 7 տարեկան են, իրանց առաջի քայլերը, որ անում են, իրանք թղթի մակետ ուղակի կտրում, թղթով մոդել են հավաքում, սկզբի համար։ Բայց այդ երեխեք կան, որ այդ նույն 7 տարեկանի ընթացքում արդեն փորձում են թեթև ինքնաթիռներ ստանան փայտից ու այլ նյութերից։ Կախված է էլի եմ ասում, այստեղ ծնողներն են հասկանում, թե իրենց երեխաների նյարդային համակարգը ինչպիսին է, ոնց են իրենք կարողանում աշխատեն, ինչպիսի բնավորության տեր մարդ է, ինչպիսի կամային հատկանիշներ ունի, որտեղ այդ տարիքից է ձևավորվում մարդը։ Ու դա կարևոր շեշտադրում է։ Պետք է ուղղակի հետևողական լինել, ոչ թե ժամանակ անցկացնելու վայրի մասին մտածել։ Շատերը տենց են, չէ։ Երեխան հաճախում է այսինչ խմբակ։ Խմբակը հաճախում ուղղակի խմբակի համար, բայց ոչ կրթական կամ դաստիարակչական կամ հմտություններ ձեռք բերելու։ Սա շատ լավ ճանապարհ, շատ լավ ասպարեզ եւ շատ լավ հնարավորություն է։ Քանի որ մենք մոտեցանք մեր ավարտին, Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, որ մեր հյուրն էիք, նման հետաքրքիր թեմա ենք քննարկում, հուսով եմ մեր երիտասարդությունը ականջալուր կլինի ու այս ոլորտը, որը որ նախ զարգացող ու նոր ոլորտ է, կարելի ասել, մեր կրթական համակարգում, եւ նաեւ մեր պետական գերատեսչությունները, ովքեր որ զբաղվում են այս ոլորտի, կարելի ասել, վերազինմամբ կամ այս գերակաճյուղ ճանաչելու մասով եւ այլն, իրենք էլ ականջալուր կլինեն ու կզբաղվեն այս հարցերով եւ այս ոլորտը զարգացնելու, որտեղ այս ոլորտի զարգացմամբ է հաստատ կախված մեր ռազմարտունաբերության հետագա ապագան, կարելի ասել։ Այո։ Ես շնորհակալ եմ հրավերի համար, հուսով եմ շատ հարցերի պատասխանեցի, ինչ որ հարցեր էլ եթե կիսատ մնաց, ես ասել եմ մեր մարզադպրոցի տեղը հեշտ է գտնել Facebook-յան խմբում, պատրաստ ենք լսել ցանկացածի հետ քննարկում, երեխաներին էքսկուրսիաներ կազմակերպելուց մինչև ծնողներին ծանոթացնելով եւ պատրաստ ենք հյուրընկալել մեր, այսպես ասած, հյուրընկալ դռների ներս։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք աշխատանքի ուսուցումը տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն էր Աշոտ Ղուլյանի Բեկորի անվան ավիամոդելվավորման դպրոցի փոխտնօրեն Հարություն Բաբայանը։ Կհանդիպենք։